Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սկսում ենք մեր զրույցը Համբուրգյան ասուլիսից Փաշինյանի, ինչու, որովհետև շատերն են քննարկում իր վերջին այս հայտարարությունը կամ ավելի շուտ առաջարկը Ալիևին։ Ինչի մասին է խոսքը։ Փաշինյանը ասում է հետևյալը. Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, մյուս կողմից ասում է գրված է Ղարաբաղյան հայեր, որտեղ է գրված, խոսքը գնում է Հայաստան Եվրամիության փաստաթղթի մասին, որի դեմ ընդվզել է Ադրբեջանը արտգործնախարարության իր հայտարարությամբ դա պարզ է դարձել։ Եվ այսպես, ինչ է ասում Փաշինյանը, ասում է դերևս 25 թվականի օգոստոսի 18-ին իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման, արցախցիների վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Նա ասում է այդ թեման հանելը նշանակում է, եթե մենք այդ թեման հանենք, նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառենք որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Նա ասում է, ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ Ադրբեջանի հետ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որ թեմաները մի կողմից ուրեմն արևմտյան Ադրբեջան թեման, նա հավասարության նշան է դնում Արցախից դուրս եկած հայերի հետ վերադարձի հնարավորության մասին խոսույթները։ Եվ այսպես, ինչպես եք վերաբերում այդ առաջարկին, ինչու այդ առաջարկը արվեց Համբուրգում, Գերմանիայում, եւ արդյոք Ալիևը կընդունի այդ առաջարկը թե չէ, մի շարք հարցեր այդ առաջարկով, եթե հրաժարվում է Արցախահայության թեմայից, արդյոք Ադրբեջանը կհրաժարվի արևմտյան Ադրբեջան խոսույթից եւ այլն։ Եկեք գանք, որտեղ ինքը բազմաշերտ է այս թեման, գանք դիվանագիտական տեսանկյունից իրականությանը վերադառնանք, որոնք Հայաստան Եվրամիություն հարաբերությունները Ադրբեջանին չեն վերաբերվում, վերջակետ։ Որոնք ցանկացած Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք կան, իսկ դրանք չկան իրականում, կարող են համեմվել կողմերի իրար հանդեպ խնդրանքներով, պահանջներով, այն բանից հետո, երբ կլինի խաղաղության պայմանագիրը ստորագրված, ռատիֆիկացված համապատասխան ազգային ժողովների կողմից եւ կողմերի միջև կլինի խաղաղություն։ Մինչ այդ պահը Հայաստանը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հետ կապված ասելիք չունի, ընդհանրապես չունենք։ Այդ ասելիքը կոչվում է բան Սիզար 155 մմ։ Դուրները չի գալի, կրակեք, սատկացրեք։ Եթե չեք կարողանում, լլկվեք։ Նույն բանը վերաբերվում է Ադրբեջանին։ Ադրբեջանի հաչոցը մեզ չի վերաբերվում, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության մեջ ոնց 18 թվականին տապալվել է, տենց մինչև մախելքի չի գալիս, ինքը չի հասկանում, որը որից հետո եւ խորհրդականներ չունի, ոչ մեկին չի ուզում լսի։ Ջանդամը մեզ չի ուզում լսի, հետ էլ մեղքն իրա վիզը, թող գնայինք իրա բան տապակվի։ Ինքը չի ուսումնասիրում արտաքին քաղաքական հարաբերություններում, ասենք ինչա կատարվում հենց հիմա, որովհետև բացեի բաց այս մոդելով արդեն ինչքան ժամանակ է, մոտավորապես 1 ամիս, այս նույն մոդելով, որ այս հարաբերությունները ձեզ չեն վերաբերվում, Եվրոպան եւ Ուկրաինան, Տրամպին եւ Պուտինին։ Այսինքն այդ ձեր խնդիրը չի, այդ մեր խնդիրն է։ Հայաստան Եվրամիություն հարաբերությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը եւ Եվրամիությանը։ Եվրամիության ընդ որում համապատասխան հանձնաժողովներին, ԵԿՆ-ին կոպիտ ասած, կամ առանձին երկրներին Եվրամիության։ Բայց որևէ կերպ դրանք չեն վերաբերվում Մաշկա, Ալկաշկա, Զախարովային, չգիտեմ, Աբշերոնում վերընկած ինչ-որ ստակին, ոչ մեկին չի վերաբերվում։ Դա Հայաստանի եւ Եվրամիության գործն է։ Հիմա, ըստ բովանդակության, ինչ վերաբերվում է Արցախի հայեր եւ այլն։ Արցախի հայություն ձևակերպումը Եվրոպական պարլամենտում ինչ-որ չուտնի օրենքի կարգավիճակում։ Այդ ձևակերպումը կա Բելգիայի կառավարության ծրագրի մեջ, որ Բելգիայի թագավորը ստորագրել է։ Այդ ձևակերպումը կա Շվեյցարիայի պարլամենտում։ Այդ ձևակերպումը 91 թվականից եղել է։ Նորից Նիկոլ Փաշինյանի գործը չի
թե Եվրամիությունը ինչ ձևակերպումներ է օգտագործում եւ ինչ է անում։ Նիկոլ Փաշինյանը պետք է ականջին օղանի, որ Իրանով այս երկրի պատմությունը չի սկսել, Իրանով չի վերջանալու։ Ինքը գնացող է։ Հիմա ոնց կգնա, կօգնենք որ գնա, ինքը Իրան կգնա, ոտներս կտանք, որ ինքը այդ ոտը իր քամակին խփի, տենց գնա, էական չի։ Էականն այն է, որ ինքը ռազմավարական որոշում կայացնելու համար վաղուց արդեն մարած օբլիգացիա 18 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ ֆրանկոֆոնիայի բանը, ինքը պետք է աներ երկու բան, ինքը պետք է դուրս գար ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Ինքը չի արել, այդ պահից սկսած ինքը արտաքին քաղաքականության մեջ տապալվել է։ Եվ արտաքին քաղաքական որոշումները, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձում է համեմել նաեւ սահմանադրական փոփոխություններով, հայ-առաքելական եկեղեցու մեջ կատարվող փոփոխություններով, այս 14 տարեկան տղայի, որը պապայի Զապարոժեցի բանալիները գողացել է, ունգելա գյուղա մեջ մարդ, հավ, կով, ավտոյի տակ գցելով քշում է, քերելով մեքենան եւ դարպասները, մի տեսակ արդեն հոգնեցուցիչ է ու ծիծաղել։ Այսինքն կրկնում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուրեմն այտենց է դուրս գալիս, ինտելեկտուալ մակարդակը չի բավարարում, որպեսզի իրանք արտաքին քաղաքականություն վարեն։ Իրանք դեռևս գտնվում են ռեակտիվ վիճակում, այսինքն Եվրամիությունը։ Դուք իրանք էլ են հայտարարում, որ Եվրամիությունը ինչքան մեզ կընդունի, այդքան մենք կգնանք։ ՀԱՊԿ-ից չենք դուրս գալի, որովհետև դե փողը չենք տալի, պետք է իրանք կհանեն, կամ չեն հանի։ ԵԱՏՄ-ն մեզ ձեռատալի, մեր, չգիտեմ, դախլչիներին ձեռատալի չենք դուրս գալիս։ Այս ամբողջ ծավալը ուղղակի մի բանի է ապացուցելու, որ իրանք էլ են գիտակցում, որ դիլետանտ են, իրանք էլ են գիտակցում, որ անելիք եւ ասելիք չունեն, իրանք ուղղակի ամեբայի պես, ոնց են ինֆուզորիա հողը թափիկա, դրա նման բանը կա, ազդակը կա, իրանք ռեակցիա են տալի, չկա չեն տալիս։ Եթե իրենք լինեին շարքային, ինչ-որ շարքային բառը սխալ օգտագործեցի, ինչ-որ կուսակցության ներկայացուցիչներ հասկանալի է, բայց իրենք իշխող է այդ կուսակցությունը, այսինքն ինքը իշխանություն է, եւ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է որպես հանդես գալիս։ Որպես վարչապետ նա առաջարկում է ճանապարհային քարտեզ Ալիևի հետ, առաջարկում է Ալիևին կազմել ճանապարհային քարտեզ, ասում է դուք Արևմտյան Ադրբեջան մի ասեք։ Մենք էլ չենք ասի գրված է Ղարաբաղյան հայեր։ Մենք Ղարաբաղյան հայերի հարց չենք բարձրացնում։ Բայց ամենասկզբից ես ասացի, չէ, այդ ձևակերպումը Արցախահայություն ձևակերպումը ինքը Եվրամիության եւ եվրոպական երկրների։ Այո, իմ հարցը sense դա ինչպես է դա դիտվում կողքից։ Դուք ասում եք մենք դիտվում է կողքից, մենք ասում ենք ինքը չպետք է անի, բայց ինքը արել է այդ հայտարարությունը։ Չեմ ասում չպետք է։ Ասեք։ Ինքը կարող է ինչքան ուզում է գժվի, ինչպես ասում էր Ավտոնոմով Դենիսը, Հայաստանը ազատ երկիր է, ցանկացած մարդ կարող ասենց դա թափած խավարել։ Ցանկացած մարդ չի էլի, ասելիքս էր, որ հա, ցանկացած վարչապետ կարող որոշի, որ ինքը գլուխը տալու է Բորդուրին, Բորդուրը գլխին։ Դուք խոսքը նրա մասին է, որ ինքը վարչապետ չի, վարչապետը զբաղվում է նրանով, որ տնտեսությունը վատ վիճակում է։ Վարչապետ չի, այս մարդու գործառույթները այն ինչով որ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը վերջի 1 տարվա ընթացքում։ Դա եկեղեցու հետևից հանգած 4-րդ հանրապետությունն է հնարում, նոր սահմանադրությունն է ու իրան թվում է, թե ինքը արտաքին քաղաքականությունն է վարում։ Ոչ, արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը սուբյեկտություն որպես այդպեսին ունի բացառապես Եվրամիության բարի կամքի շնորհիվ բացառապես ու ինչ ոչ միտեղ Հայաստանը չունի սուբյեկտություն։ Եթե ինչ որ մեկը ինձ փորձի համոզել, որ Վիտյոկը, այսինքն Վիտկոֆը, որը գնաց Մոսկվա առաջի հանդիպումից հետո Մոսկվայում բան քննարկեցին, հետո ինքը եկավ Բաքու, հետո պարզվեց, որ Ադրբեջանը համաձայն է Տրամպի մոտ թուղթ ստորագրել, ակնհայտորեն սպիտակ թելով, սենց թելած բան է, չէ, որ Պուտինը ասել է գնային աղբորս մոտ մի հատ կազմակերպի, մի հատ այդ Տրամպի անունով մի բան արեք, в общем, այն պաս է տվել։ Ոնց որ Տրամպը վաճառում է Ուկրաինան, հիմա Ռուսաստանը փորձում է։ Եվրոպացի կասել են առհա։ Այտենց Տրամպը եւ Պուտինը կրկին անգամ վիճակը տստե չեկավ։ Ինք գնաց մենակ Բաքու։ Այդ նույն սխեման է, նույն սխեմայով, որով իրանք կարողացան Նիկոլին համոզեն, որ տարբեր պատրվակներում, որտեվ այն մնացած 4 կետը ինքը ոչ մի բան է նշանակություն չունի։ Ոչ մի բանը, որտեվ ցանկացած 4 կետի մեջ գրած է, որ Ամերիկան ոչ մի բանի համար
թուղթը գրել ենք, ոչ ստորագրում ենք, ոչ սենատ ենք մտցնում, ոչ ենթադրում է, որ սա օրենք է, ոչ միջազգային պարտավորություն է, ոչ մի բան չկա, բացի տրիպից ոչինչ չի խոսացվում։ Իսկ տրիպը ի սկզբանե ձեռ էր տալի որպես Զանգեզուրի միջանցք, բացառապես Ադրբեջանին, Ռուսաստան։ Ընդ որում Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, բոլոր հետաքրքրված կողմերը դրանց շարունակում էին ասել Զանգեզուրի միջանցք։ Մինչև այսօր էլ ասում են։ Մինչև հիմա էլ ասում են։ Այսինքն ենթադրել, որ Տրամպը ինչ որ ուրիշ դեր է խաղացել Հայաստանի դեմ։ Հիմա տեսնում եք Ուկրաինայում ինչ անում, չէ՞։ Ոչ բան չի փոխվել։ Ուկրաինայի հարցին կանդրադառնանք, մեկ թեմա եւս Ալիևի հետ կապված։ Ես բարձ արտահայտվեցի, Նիկոլ Փաշինյանը չունի բավականաչափ էքսպերտիզա, քաղաքացիական պայմանագիրը բավականաչափ ինտելեկտուալ ծավալ եւ իրանք լինելով մեծամիտ, քաղքենի, վախկոտ, բութ, պատրաստ չեն ընդունել կողքից խորհուրդներ, դրա համար տապալվում են միջազգային Այսպիսի հայտարարությունների հետևանքներն էր ինձ նաև Դե միշտ այդպիսի առաջ անգամը չի։ Արցախը Հայաստանն է եւ վերջ, մոռացել եք։ Յուրաքանչյուր արտաքին քաղաքականությանը վերաբերվող հայտարարություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս ազգային ժողովի ամբիոնի մոտ եւ խոսում է եւ իրան թվում է, թե ինքը իրակատվորույնների հետ է խոսում եւ գոմ մակրող անձնակազմի, այսինքն իր նեղ գյուղական մտածելակերպով ինքը որ խոսում է, իրան թվում է իր էլեկտորատի համար է խոսում։ Ինչ եմ ասում վարչապետ չի։ Ինքը կոլխոզի քարտուղար է։ Ինքը ամեն անգամ խոսում է այն մարդկանց հետ, դու որ խոսում ես պետք է պատկերացնես ում հետ, չէ՞, վարչապետ ես, դու պետք է հասկանաս, որ ամեն մի փռշտոցը գնում է միջազգային հարաբերություններին, հետախուզությունները վերլուծում են, դնում են սեղաններին համապատասխան։ Իմ հարցս դա է։ Ինքը նույնիսկ չի հասկանում, որ բոլոր Հայաստանի նախաձեռնությունների 80%-ը տապալվել է իր ափր-ծփր խոսալու պատճառով։ Չի ընկալում, իր շրջապատն չի ընկալում դա։ Քաղաքացիական պայմանագիր, կուսակցության վարչությունը չի հասկանում իրանք ինչ են անում։ Դրանով է արդյոք բացատրվում այն, որ Ադրբեջանը այդ Հայաստան նախ այո, դուք ամենակարևոր բանը մոռացանք մատնանշել, դուք ասեցիք Հայաստան Եվրամիություն փաստաթղթի վերաբերյալ ինչու պետք է Ադրբեջանի արտգործնախարարությունը Որտեղ Նիկոլը թույլ է տալի, որովհետև ինքը մտածելակերպով Ինչ եմ ասում կոլխոզի քարտուղարը, ինքը կողքի կոլխոզից են կողմ չի եղել։ Իր համար կողքի կոլխոզի կարծիքը ավելի կարևոր է, քան ասենք, չգիտեմ, Եվրամիության։ Ընդ որում այդտեղ Ալիևը ինչ կետերին էր անդրադառնում, ինչ հաղթական, ինչ հայգերի, ինչ միջազգային դատարաններ եւ այլն, բայց այդ արդեն էական։ Այստեղ այդ Ալիևի այդ հայտարարությանը, որը ասում եք կարևոր չի, այստեղ գումարվում է մեկ ուրիշ փաստ, հետաքրքիր փաստ է եղել 2 օր առաջ։ Էրդողանը մեծ հայտարարություն է ուրեմն ունեցել Թուրքիայի առաջ խաղացման նվաճումների մասին եւ ասել է հետեւյալը. Թուրքիայի պատմության մեջ չկա ոչ մի բիծ, ոչ մի տող, որի համար թուրքերը պետք է ամաչեն մարդու կամ ազգերի իրավունքների տեսակետից։ Եվ այսպես Ալիևը ասում է չկա փաստական, ինչ գերի եւ այլն, Էրդողանն էլ ասում է մեր պատմության մեջ ոչ մի բիծ չի եղել։ Ես Որտեղ ենք տեսեք, նախ եւ առաջ պետք է շատ լավ հասկանանք մի հատ բան։ Ու մենք առնվազն, հա։ Ես չգիտեմ ինչ է Հայաստանում տենց։ Պատճառը չգիտեմ, բայց գիտեմ, որ փաստը հետեւյալն է։ Այս ազգի ողնաշերը չեն կոտրել, ուղեղից հանել են քրիտիկական մտածելակերպը։ Օրինակ Էրդողանը որ ասում է նորմալ ռեակցիան պետք է լինի ոտերս ուտում է։ Ու պետք է անցնենք։ Ասենք թե անցանք։ Չէ, բայց խնդիրը նրանում է, որ չէ, դա տենց չի։ Կիկոսամահությունը, հիստերիկ ձևերով բլոգերների եթեր մտնելը, այս վիճակները, որ վայ, Էրդողանը ասեց, բա ինչ պետք է անենք։ Հեչ, Twitter-ում պետք է գրես գնա մամայից սենցը։ Վերջ։ Հայկական դաշտը պետք է ծնողապիղծ քֆուր տա Էրդողանին, դնի 15 թվականի նկարները, դնի բոլոր այն երկրների, որոնք ցեղասպանությունը ճանաչել են եւ քրեականացրել են բանում, բա ուրիշ ինչ պետք է անես,
Բայց տենց պետք է անես, եթե բանը էշիականջում քնած է, Ռուբինյան, ինքնա չէ պատասխանատու։ Եթե Ռուբենը չի վերցնում մեռախոսը զանգում կլիչնացից չեք անում։ Այսինքն, ստեղ հարցը որն է, մարդիկ, որոնք նստած են համ ստեղ, համ Ադրբեջանում, իրանք Ադրբեջանը, Թուրքիան, ինչով է սա պայմանավորված, մեծ հաշվով, եկեք ասենց մեծ պատկեր ասեմ, հա։ Պատկերը հետևյալն է, Բարակն է նորից սկսել բառաչել, այդ բանի, Տրամպի ներկայացուցիչը Թուրքիա, դաժ դեսպան չի, ինքը դիվանագետ չի կարա դեսպանը։ Բայց առաջին անգամ այդ Զանգեզուրի միջանցք այո, ինքներ ենել, որ մեզ ասեց, որ ցեղեր են։ Ու քանի որ Հայաստանը չի պատասխանել, քանի որ դրանից 10 րոպե հետո Կրիստինա Քվինին չեն կանչի, ասել այդ քո Թուրքիայի գոլեգային ասա, որ կքաչալացնենք, սկալպը կհանենք, կուղարկենք իր մոր տրեյլերը, իրանք շարունակում են։ Հիմա Տրամպի մոտ իստերիկա է։ Ստի վրա բռնում են 2 րոպե մեկ։ Իր այդ այսպես կոչված պատերազմի նախարարը ճանաչվում է մարդասպան սենատում, որովհետև այդ նավակին որ խփել է 2 հոգի նավակից դուրս են ընկել, ինքը երկրորդ հրամանն է տվել, երկրորդ հրամանով 2 հոգի ովքեր ծովում են լողում, դրանց են ոչնչացրել։ Այսինքն իրանք մարդասպան են։ Ամերիկյան ադմիրալները ասում են մեր ուստավ կոչվածով, մեր կանոնակարգով, ամերիկյան ծովային կողմնակարգով դուք ռազմական հանցագործ եք։ Վարից բուն իմաստով երեք սենատի համապատասխան հանձնաժողովի բանի ժամանակ այդ իր հերթական պատասխանատուին, որը որ մարդկանց տեղահանում է։ Կանչում են ասում են ամերիկյան բանակի զինվորներին, վետերաններին վռնդում եք Ամերիկայից։ Բայց կների կարտացիոնս համար կնիկը ասում է չէ։ Բերում են 2 հոգի, տեղում, զումով միացնում են, ասում են էսա տես կորեացի է։ Կորեացիա դրա համար էս հան է երկրից վռնդե, բայց ինքը բան ունի, փուրփուր հարդ ունի, այսինքն փուրփուր սիրտ այդ մեդալը, այդ ամենաբարձր մեդալն է։ Երկու փամփուշտ է այս երկրի համար կել, ուղղակի բռնել փողոցից շպրտել եք դուրս։ Շպրտել եք դուրս, որտեղ ինքը կորեացի է, կորեացու տեսք ունի, ուղարկել եք Կորեա, բայց ինքը վերջի անգամ Կորեայում եղել է 6 տարեկան։ Դրանից հետո եկել է Ամերիկա, սովորել է, բան արել։ Այսինքն տեղում ստի վրա բռնեցին, էլ ինչ որ հարց են տալի, ասում չէ, տենց բան չեմ ասել։ Ասում են ոչ չես ասել, միացնում են ինքը բանին Fox News-ին հարցազրույց է տալի, ուղիղ ասում դու ես ասում, հա, բայց ոնց է չես ասել։ Հասցրին նրան, որ պատասխանատուն է ազգային անվտանգության բանի պետն։ Ասեց ես ուրիշ հանդիպում ունեմ, փախավ հարցի կեսից, որտեղ հասկացա, որ վերջ։ Մեկ ուրիշն է նստած քաչալ սենց շուր ֆաշիստի դեմքով մեկն է, ասում են անտիֆան աբեկչական կազմակերպությունն է, որ հիմա տենց փող եք ուտում դրա վրա, որ հա բա ոնց, ասում Ամերիկայում է գործում, հա բա ոնց, սենատորներն են հարցնում, ասում անտիֆան Ամերիկայում գործող աբեկչական կազմակերպությունն է եւ ձեր թիվ 1 վտանգն է, չէ, Իրաքն է, սպա հա իհարկե, ասում կասես գլխավոր գրասենյակը որտեղ է, ասում քանի հոգի է, չգիտենք, ասում դե բան չեն կարող։ Այսինքն ո՞ս կարա Ամերիկայում ճանաչվի թիվ 1, եթե գրասենյակի տեղը չգիտես, կամ ասենք նահանգը չգիտես, կամ չգիտես քանի հոգի է։ Կարող է 3 հոգի է, կարող է 6000, կարող է 3 միլիոն։ Ինչի մասին է խոսում, դա առակս ինչ կծուցանե։ Առակս կծուցանե, որ մի դիլետանտների էշերի հավաքածու էլ նստած է Տրամպի շուրջը։ Տրամպի մոտ սաղ փուրն է գնում, սաղ։ Եվ քանի որ Զելենսկին չի կոտրվում, իսկ իրան շատ է պետք, շատ, որպեսզի ինքը ոչ թե որպես մանկապիղծ Էյնշտեյնի ընկեր եւ 32 հոդվածով դատապարտված նախագահ մտնի պատմության մեջ, այլ խաղաղության բանը։ Տեսել եք այդ ժողկից ձեռները, որ գնդակ են բռնում, FIFA-ն որ տվել է։ Այսինքն նախ բանն է, ուղեղն է անջատվում, բոլորը դրամաստ են գրում։ New York Times-ը բան բոլորը գրել են, սա արդեն հիստերիկացել են, New York Times-ը ուզում է փակի։ Ուղեղն է անջատվում, քնում է։ Կառավարության նիստի, կառավարության կաբինետի նիստն է։ Դե ինչ որ մեկը գրել էր ինձանից քիչ է քնում Տրամփը, ես ժամ եմ քնում, ինքը երևի 4 ժամ է քնում։ Գիշերվա կեսին ինձ զանգահարում ինչ որ թեմաներ է քննում։ Այդ թեմայի մեջ էր երևի։ Հա, այդ թեմայի մեջ էր։ Պրոստը ուղղակի 82 տարեկան չէ, տեսեք, խնդիրը որտեղ է։ Խնդիրը նրանում, հա, որ գոյություն ունի տրամպիստների հիստերիկա։ Էրդողանը, Ալիևը Ցավոք սրտի նույն Փաշինյանը, իրանք տրամպիստ են։ Հիշում եք դա ասում էի, դեռևս էլ երջանկայի շատը Կարմենն էր ասում, այդ մեր սիրած թեման էր, որ մենք ասում ենք, սրանք տրամպիստ են, սրանք Տրամպին են սպասում, որ Տրամպը գա, որ իրանք անեն։
ի ուրախությունից չի ստացվում, Տրամպը կորցնում է վերջի 1 ամսվա ընթացքում ինքը 25 տեղ կորցրել տեղական բանը, հանրապետականը 0 տեղ վերցրել դեմոկրատները 25, Մայամիում քաղաքապետը, որը 28 տարի եղել է հանրապետական Տրամպի ձեռքից, դեմոկրատը հաղթել է ընդ որում 28% բանով, տարբերությունով։ Էլ ինչ, ասենք Նյու Ջերսիում է տենց եղել, Ջորջիայում է էլի տենց եղել տեղական բաներում, թեման որն է, սա տապալվում է, եւ բոլոր տրամպիստների մոտ նույն պրինցիպն է, արագ, կերցնեն, շուտ հեռախոսով բան ստիպեն ստորագրել, ծանոթ մոդել է, չէ՞։ Լավ, Տրամպի թեման եք բարձրացնում, հիմա տեսնենք եվրոպացիների հարցը։ Նույն Ուկրաինայի հարցով դե գիտենք, որ վաղը Փարիզում պետք է հավաքվեն իրենք, ընդ որում Միացյալ Նահանգներից մարդ այնտեղ ոնց որ թե չի գնալ, որտեղ ասեցին, ինչ որ աղոտ պատասխան տվեցին, չեմ էլ ուզում։ Հա, դե որտեղ վիճոկը պետք է գային։ Բայց Wall Street Journal-ը գրում է. Դոնալդ Թրամփը կոչ է արել Գերմանիայի, Ֆրանսիայի միացյալ թագավորության առաջնորդներին, որոնք հանդիպելու են, որի մասին խոսում է, ճնշում գործադրել Զելենսկիի վրա Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի պայմանները ընդունելու համար, ներառյալ ուշադրություն զգալի տարածքային զիջումները եւ ուկրաինական բանակի թվաքանակի կրճատումը։ Եկեք հիմա տեսնենք Թրամփը կարողանալու է այդքան ճնշում գործադրի եվրոպացիների վրա, Գերմանիա, Ֆրանսիա, միացյալ թագավորություն եւ որն է ավելի կարեւոր պատասխանը չի գրել եվրոպացիքի։ Դա երևի թողել է որ պարոն Սարգսյանը այդ պատասխանը։ Չէ, որտեղ ինձ թվում է պատասխանը արդեն եղել է կամ ինչ ժամանակ։ Ես չեմ տեսել պատասխանը, բայց դա ենթադրվում է։ Տեսեք, այս հանդիպումը 3 օր առաջ, 3 օր անցել է արդեն ուրբաթ օրն է, հա, ոնց որ 3 օր առաջ իրանք Լոնդոնում էին Ստալմերի մոտ, Downing Street-ում 10։ Դե վաղվա ընդառաջ վաղվա հանդիպմանը, դե հիմա տեսեք, այնտեղ տարբերություն չկա, պարզա որ Եվրոպան միանշանակ եւ անվերապահորեն Ուկրաինային աջակցում է մինչև վերջ եւ եվրոպական դիրքորոշումը դա հետեւյալն է։ Ուկրաինան է որոշում այս պատերազմը երբ ավարտվում, ինչ պայմաններով ավարտվում եւ որքան ժամանակով ավարտվում։ Մենք այդ հարցում Ուկրաինայի հետ ենք։ Այսինքն ինչ կորոշի Զելենսկին, մենք իրան կաջակցենք։ Զելենսկին բավականին խելացի քաղաքականություն է վարում, ինքը հասկացել է, որ կա որը նստած է Սպիտակ տանը եւ կան դաշնակիցներ։ Ինքը դաշնակիցների հետ ամեն քայլը, ընդ որում Տրամփը ուզած ինչ է, Տրամփը ուզում է փոկել Ուկրաինան Եվրոպայից, ոչ միայն Տրամփը, նաեւ Ռուսաստան, որովհետեւ թե Պուտինի համար եւ թե Տրամփի համար թիվ 1 թշնամին դա Եվրոպան է։ Դա Չինաստանը չի, առավել եւս, չգիտեմ, Հնդկաստանը, Բրազիլիան, ընդհանուր հարավը, չէ, Եվրամիությունն է, ինչու՞։ Որովհետեւ շատ հարուստ է։ Ռեալ պոտենցիալը գիտեն համ սրանք, համ նրանք։ Իրանք գիտեն, որ Եվրոպան, եկեք ճիշտն ասենք, հա, Եվրոպան իրականում այս տարբերակով, Եվրամիության տարբերակով ստեղծվել է շատ վաղուց չի 25 տարի է, ինչ է Եվրամիություն տենց ինչ-որ երկար չի, Շենգեն, բան, այդ արդեն Եվրոն, որ մտել է բան, ինքը նոր է ստեղծել, երիտասարդ կառույց է, ինքը հələ նոր է այդ մանկական հիվանդություններ ունի, բայց արդեն դուրս է գալիս այն բանի վրա, որ տեսեք, Եվրամիությունը 6 անգամ ավելացրել է 1 տարվա ընթացքում 155 մմ-անց արկերի հրետանու, արկերի արտադրություն։ Տարին չի ավարտվել, տարին չի ավարտվել, 6 անգամ ավելացրել է։ Պատերազմի են պատրաստվում։ Այսինքն չէ, տեսեք, ոչ միայն պատրաստվում են, այստեղ հաճիշտ է, իհարկե պատրաստվում են, որտեղ Ռուտեն ասում է, Ռուտեն որպես ՆԱՏՕ ասում է, հաջորդ հարձակումը լինում է Եվրոպայի վրա, կապ չունի ՆԱՏՕ-ի վրա։ Խոսքը ոչ թե Ռուսաստանի հետ հակամարտության մասն է, որին Եվրոպան մեծ հաշվով պատրաստ է։ Կբնաջնջեն իրանք Ռուսաստանը անկասկած, որովհետև Ռուսաստանի բնակչության 80%-ը կուտակված է արևմտյան մասում։ Նույն Ֆրանսիայի դոկտրինը, որի մասին երևի թե խոսել ենք, դա այն է, որ միջուկային զենքը կիրառվում է, եթե Ֆրանսիան կասկածում է, որ իր վրա կարան հարձակվեն, եւ միջուկային զենքի կիրառման նպատակը դա բնակչության 80%-ի ոչնչացումն է։ Այսինքն ամեն ինչ հաշվարկած է։ Ֆրանսիայի համար եւ ինձ թվում է Մեծ Բրիտանիան դրան կմիանա, իրանք կարող է չսպասեն, իրանք կարող է դնեն Սմալենսկից մինչեւ Ուրալ, սաղ վարիտան, հետո ինչ կլինի ոչ մեկին չի հետաքրքրում, Ռուսաստան չի լինի։ Ամեն դեպքում մի քիչ չափազանցված է իհարկե այդ պատկերացումը, միջուկային պատերազմ չի լինելու, իսկ եթե միջուկային պատերազմ չի լինելու, օքեյ,
Պուտինը շատ է սիրում այդ ձևակերպումը, արդյոք եվրոպացիք պատրաստ են մեռնել Նարվայի համար։ Հա, այս դու պատրաստ ես պիցերը կորցնես։ Ուղղակի պիցերը կորցնես։ Որովհետև հիմա պիցերից մինչև ՆԱՏՕ-ի սահման 38 կիլոմետր է, ինչ է։ Որտեղ Ֆինլանդիան հիմա ՆԱՏՕ-ն է։ Իսկ դու պատրաստ ես կորցնես միջուկային սուզանավերը, բոլորը, որոնք Մուրմանսկի մոտ են կանգնած։ Ձմեռ է հիմա, արդեն ասել եմ, այդ սցենարը շատ նորմալ է։ Ֆինները կարան ուղղակի բաներով տաուկներով գան, գրավեն Մուրմանսկը, քանդեն այդ սուզանավերը, տանեն իրանց բաները գցեն, լճերը գցեն։ Ռուսաստանը չի հասցնի արձագանքի։ Չի հասցնի, որտեղ մինուս 50 է, եղանակ չկա, բան չկա եւ այլն։ Այսինքն այստեղ խնդիրը հետեւյալն է։ Կա թշնամի, թե Տրամպի եւ թե Պուտինի համար։ Դա Եվրոպան է։ Եվրոպան իդեմս Ուկրաինայի հիմա Ռուսաստանին վերացնում է։ Տրամպին պետք է, որ ինքը ինչ որ արագ սենց ինչ որ ճնշում կուտ տա բանանի, կտրես երկուսին։ Մի սենց հարց դուք ասացիք, հիշեցրեցիք այդ Ռյուտեի գլխավոր քարտուղարի ՆԱՏՕ-ի այդ զգուշացումը, որ Ուկրաինայից հետո հաջորդ տիրախը մենք ենք։ Եվ սկսեցիք ասել, որ կամ ես եթե սխալ հասկացա, դուք ինձ կուղեք, դա միայն Ռուսաստանը չի, նրանք պատրաստվում են պատերազմի, բայց ոչ միայն Ռուսաստանի դեմ։ Չէ, մենակ Ռուսաստան։ Միայն Ռուսաստանի։ Ընդ որում ես դες սենց ասեմ, իհարկե Սրատակ ոչ մեկ չի ստորագրվի եւ եթե դուք գնաք Բրյուսել եւ փորձեք այդ հարցը տալ ՆԱՏՕ-ի գրասենյակում կամ Ռյուտեին հարցնեք, ինքը ձեզ չի ասի, բայց Թուրքիան չի դիտարկում որպես ՆԱՏՕ անդամ։ Երբ որ Ռյուտեն խոսում է, Ռյուտեն շատ վաղուց խոսում է ՆԱՏՕ որպես Եվրոպա պլյուս բանի, դոմինիոներ Բրիտանիայի, այսինքն Կանադա լավ մեծ հաշվով։ Ես շատ ներողություն եմ խնդրում, իսկ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ից դուրս են, իրանք ստրատեգիան հրապարակեցին, իհարկե կոնգրեսը կոնտր դուրս եկավ, բայց քանի Տրամպն է, իդեպ պետք է հասկանալ, հա սա Տրամպը չի։ Սա այսպես կոչված MAGA համայնքն է եւ տեխնոֆաշիստները, այդ Իլոն Մասկ բան, JD Vance, այսինքն մենակ տեսեք, մենակ Տրամպը լիներ, երևի հեշտ կլիներ, բայց հիմա եթե օրինակ Տրամպին տանեն հիվանդանոց ասեն սա ապուշել, բաց չթողեն, JD Vance-ն է գալու, որ ավելի վատ է։ Հասկանում եք, ինքը շատ ավելի վատ է, քան Տրամպը։ Ուղղակի իրանք հիմա պարտվում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպի օրոք չեն հանդիսանում ոչ միայն ՆԱՏՕ-ի գործընկեր։ Նայել եք այդ իրենց ռազմավարությունը, որ հրապարակել են։ Ժողովրդավարություն բառը առաջի անգամ հանդիպում է, եթե չեմ սխալվում, 16-րդ էջին։ Ժողովրդավարություն բառը ամերիկյան ռազմավարության մեջ առաջին անգամ հանդիպում է 16-րդ էջին։ Ընդհանուր առմամբ 20-ից քիչ է նշվել։ 33 էջանոց փաստաթուղթ է։ Նորից Ռյուտեի հայտարարությունը ՆԱՏՕ-ն, որ ասում է հաջորդ թիրախը մենք ենք, այդ մենք ենքի մեջ ով է մտնում։ Եվրամիության երկրները։ Նու իհարկե Մեծ Բրիտանիան էլ անշուշտ։ Նորվեգիան էլ, որը մեր Հիմա վերադառնանք, այսինքն այստեղ Ճապոնիան էլ է մտնում։ Այնպես չի որ բանը ցանկացած երկիր, որը Ռուսաստանի թիրախավորումը այսպեսին է։ Ռուսաստանը Ռյուտեն ընդ որում ասում է, Ռուսաստանը փորձում է վերականգնել կայսրությունը։ Այսինքն իրականում մենք էլ ենք մտնում։ Հայաստանն էլ է մտնում։ Կան երկրներ, որոնք կոտրված են արդեն։ Այսինքն իրանք խորը պատմություն չունեն դրա համար, հա, Բելարուս, բան, ինչ-որ Վրաստան, կոտրված են իրանք արդեն ռուսի տակ։ Ուկրաինան, որին փորձում են կոտրել։ Մեր բախտը բերելա մենք հեռու ենք։ Ադրբեջան, որը բանի համաձայն տենց ինչ-որ դե փողա կաշարքան, դե պետություն չկա, ազգ չկա։ Ընդ կա ընտանիք, որը ապշերոնում նստած է։ Ով որ կղեկավարի դրան, դա ասենք Նիկոլն է, որ դրանց մարդի տեղ է դնում, թե չէ իրենց կարելի է բնաջնջել ու մաքրել вообще։ Կենտրոնական Ասիայի երկրներ, որոնք նի պայմի էլի ինչ են ուզում ոչ մեկ չգիտի։
իրանք հասկանում են, որ չեն կարա Չինաստանի դեմ, դրա համար Ռուսաստանի թևը պետք է պահեն, Ռուսաստանը դե ագրեսիվ է իրան պահում, դրա համար մի քիչ է Թուրքիայի հետ են փորձում լեզու գտնել, այս սա Կուչամալայի մեջ կենտրոնական ասան, դե մինչև ձևավորվի, մինչև բանան երկար քաշի։ Էսա, եւ իհարկե կա Էստոնիա, կա Բալթյան եռյակը, լավ Էստոնիա չասեմ, կա Բալթյան եռյակը, կա Ֆինլանդիան, որը համարվում է նաեւ Ռուսաստանի կողմից իր կայսրության բաներ։ Այս հրեշի բարեկամներից Թուրքիան է, որովհետև։ Հիմա հարց որտեղ ենք մենք։ Ասեցիք մի հատ խնդրում եմ ավելի ասեք։ Մենք Եվրոպա ենք։ Մեզ ոչնչացնել են որպես Եվրոպա։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը Օվերչուկին կգա, ասես մի քիչ խաղա Օվերչուկի հետ Օվերչուկը կասի դե լավ ոչինչ։ Նիկոլը մինչև հիմա չի հասկանում, որ այն մարդիկ ում հետ ինքը շփվում է անդեր, որ լիֆտ են կանչում, լիֆտը չի գալի, իրանք կանչում են անվտանգության պետին, որ իրանց համար լիֆտ կանչեն, որովհետև Հայաստանը Ռուսաստանի բգին կանգնած կոկորտին կանգնած ոսկորը, որովհետև իր իրական բարեկամը դա թուրքական երկրներն են։ Սելջուկ բոլշևիկյան հրեշը դա այնա ինու հրեշը որն է Սելջուկ բոլշևիկյան այդ միավորումը այդ այնա ինչ որ իրանք պետք է ստեղծեն, որ իրանք ոսկե հորդի ժառանգներն են։ Իրանք այդ ոսկե հորդն են ուզում սարքեն։ Դրանում է հարցը։ Մի դրանք չեն ուզում հասկանան, ոչինչ։ Թոփուրը գնան, հետո թո չհասկանան։ Այտենց դեբիլ է թոմար։ Այն որ երկու թոր գալիս են, ասում են տատի գիտես երեխեքը որ դերից են, ասում հա իհարկե բալես արագիլն է բերում։ Մենք ուսում ինֆորմացիա պատմենք, թե սենց էլ դու գնամ երնի։ Լրիվ նույն բանն է։ Հիմա Նիկոլը իհարկե գիտի, բայց ինքը ձևա տալի որ չգիտի, իրան թվում է որ դրա համար իրան չեն ճնշի, որ Ռուսաստանը բան կան, չէ, եղբայր, քեզ մեկա ոչնչացնելու են։ Քեզ ոչնչացնել եղերնը եղել է, որովհետև դու Եվրոպա ես։ Դու Անտանտի անդամ ես եղել, դրա համար են բանի թուրքերը եւ բոլշևիկները նույն ժամանակ թուրքերը ոնց ասես են ինչ որ մնացել էր Օսմանյան կայսրությունից հետո Էնվերի ստեղծած հետո Աթաթուրքի ստեղծած եւ բոլշևիկները մինչեւ այդ Ձենիկինը դու եղել ես Անտանտի անդամ դու Եվրոպա ես եղել դրա համար են քեզ կոտորել ու դու որը հիմա հետ ես կանգնում ասես դե Արարատ չենք ուզում արցախցիներին չենք ասում որ վերադառնա դա ոչինչ չի փոխում արա քեզ մորթում են ոչ թե քո հիմիկվա ասացի համար քո դենեթեի համար են մորթում Նա էլ Համբուրգից Մոսկվա է գնում Դե ախրելի եմ ասում դա ոչինչ չի փոխում Չի փոխում ախր խնդիրը նրանում է որ կան բարդ իրավիճակներ Եթե մեր տեղը լիներ Լյուքսեմբուրգի տեղ ես Թքած կունենայի վարչապետով, որտեվ ասենք դե Եվրամիությունն է մենք է Լյուքսեմբուրգ ենք, ընդ Բելգիան, ընդ Ֆրանսիան, ընդ Գերմանիան, ինչ ուզում եք արեք, ուզում եք իջեք գրուրից ջուր խմեք, հետո ինչ որ թունավոր է, երկու շուտ կմեռնեք, էլի մենց։ Բայց Հայաստանը նենց տեղում է, որ մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տանք ռուսամետ, ռոբիկ, մոբիկ, չգիտեմ ինչ որ ընդ Կարեն Կարապետյանի որդի Նարեկ Կարապետյան, որը Սամվել Կարապետյանի զարմիկն է, որը Պուտինի հետ է, որը չգիտեմ, արա չենք կարա մեզ տենց բաներ թույլ տանք, առավել ևս չենք կարա թույլ տանք Նիկոլ, որը չգիտի ինքը ինչ է։ Չի լինի էլի ժողովուրդ, տենց այն որ ասում է բաղնիկ ես գնում կամ խաչը թանի կամ թուրուսիկը թակի, էլի տենց չի լինում։ Բարդ է խնդիրները։ Դու չես կարա աշխարհի առաջնությանը շախմատի ուղարկես բան երրորդ պատանեկան կարգ ունեցող բանի չնայած որ իրան շատ ես սիրում ես հասկանում եմ ժողովրդի 15-ից 20%-ը ասենք Նիկոլին որ տեսնում է իրան էլ ոչ մի բան պետք չի ոչ կին է պետք ոչ տղամարդ է պետք ոչ ածերն է պետք ոչ ձախ իրանք լրիվ բավարարված են դրանով բայց այտենց չի լուրջ մեծ խաղի մեջ ենք մեծ ծանր հետևանքներով որոնք կունենան ծանր այդ խաղը ծանր հետևանք կունենա եթե սենց շարունակվի որտեվ տեմպը կորցնելը տեսեք ստեղ հիմա ոչ թե պատերազմա կգան կմորթեն չէ տենց չի տեմպը կորցնելը նույնքան ծանր հետևանք է ունենալու որքան պատերազմի պարտությունը Տեմպ եք ասում Փաշինյանը եկեք այնուամենայնիվ տեսնենք Փաշինյանը մենք հիշեցինք Համբուրգից գնաց Մոսկվա դուք ասում եք Եվրոպան եւ դուք չեք ասում Եվրոպան եւ Միացյալ Նահանգները հիմա այսպես
չերևացող, բայց լավ էլ երևացող պատերազմի մեջ են։ Ինչպես պետք է իրեն պահի բալանսավորված քաղաքականություն վարող Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը։ Բալանսավորված քաղաքականությունը պոռնակությունից պետք է տարբերել։ Հիմա բալանսավորված քաղաքականությունը նշանակում է, որ դու պոռնիկ ես։ Հիմա չկա այդպես բան բալանսավորված։ Դու կամ ստեղ ես, կամ ստեղ։ Դե Օվերչուկը պարզ ասեց, Այո, Օվերչուկը ասում է, դու մեր պոռնիկն ես, արի մեր մոտ։ կլինի ընտրություն կատարել։ Դրան նախորդեց Մարիա Զախարովայան բանը, որ Հայաստանը մնում է հապկի լիիրավ անթավիր որոշ ուրեմն հետևանքներով եւ Փաշինյանի հայտարարությունը Փաշինյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու համար։ Թե Օվերչուկը, թե Զախարովան, թե Ալիևը, բոլորը բաց տեքստով, եթե դիվանագիտականից թարգմանենք, ասում են ինչա բառաչում ձեր անասունը մեզ չի հետաքրքրում։ Ուրեմն այս Զանգեզուրի միջանցքը Հայաստանը հապկի մեջ է ու ԵԱՏՄ-ի մեջ շարունակելու է։ Նիկոլը ինչ որ ասում է, իրանք բերնին գալիս են։ Եվ քանի որ սա կոտրված է, բլոճիկ չունի, խոսա։ Իրանք հասկանում են ամեն անգամ չափալախում են։ Բարիս բուն իմաստով չափալախում։ Այդ մարդը Բրյուսելից է գալի, այսինքն իրանք ասում են մեզ չի հետաքրքրում դու որից ես գալի, այ չուխան։ Դու իմ չուխանն ես։ Այդ մեզ չի հետաքրքրում դու ուր ես գնացել։ Դու մեկը գալու ես կոշիկներս լիզես։ Ինքն է խելոք գնում է կոշիկները լիզում։ Ինքը ասում է Տրամպին կզանգեմ այս Զանգեզուրի միջանցք։ Այդ եմ ասում էլ ինչ ենք ընկել Եվրոմիություն, Տրամպ։ Ախր դա տենց չի։ Կա զանգված, որին խաբում են, որի ավտորիտար ռեժիմ է մտցնում ինքը, որին խաբում է, որ ուզում է ասի, որ չէ, ես նորմալ եմ, չէ, ինքը նորմալ չի։ Դուք համարում եք, որ նախ ինքը երկրի ղեկավար է, ինքը երկրի ղեկավար չի, ինքը վարչապետ է։ Վարչապետը ունի գործառույթներ։ Այդ գործառույթներից դուրս ինքը ոչ մեկ է։ Նույնքան կարևոր է, որքան ավտոբուսի կանգառում կանգնած մարդ։ Չորրորդ իշխան, չորրորդ հանրապետություն, արցախցիներին sense կանենք, Ալիևին ես եմ առաջարկում, այդ իր գործառույթները չեն։ Հենց այդ հարց, որ դուք վերցնում եք այդ իր ասածը, բերում եք դաշտ ու ստեղծում եք տպավորություն, որ ինքը իրավասու է այդ հարցերը քննարկել։ Ոչ, ինքը ունի պարտականություններ եւ լիազորություններ այդ պարտականությունների շրջանակներում աշխատելու։ Այսինքն ունի լիազորություն այդ նման հարցերի նախագահան։ Նման հարցերի ունի նախագահան ու ազգային ժողովի նախագահան։ Այսինքն այդ տիպի, որ մենք եկեք քննարկենք օրենսդրական նախաձեռնությունը, չէ՞ ինչա։ Վարչապետով է, գործադիր իշխանության ղեկավարն է, այսինքն իրան ասում են օրենքը տալիս են, ինքը վերցնում է այդ օրենքի համաձայն գործում է, կամ ինքը կառավարության որոշում ընդունում, գործում է, կամ ինքը նախարար է նշանակում, նախագահան ստորագրում է, եթե նախագահան չի ստորագրում, ստորագրում է ազգային ժողովի նախագահը։ Այսինքն ինքը չունի այդ իրավասությունը, կամ չի ստորագրում, ինքը չունի այդ իրավասությունը զբաղվել այդ բանն է, ոսմա համակարգի ներսից դու համակարգի սահմանները դրսի չես զգում։ Կա գործադիր իշխանություն, կա օրենսդիր իշխանություն, կա դատական իշխանություն, կա չորրորդ իշխանություն եւ կան մենք։ Իրանք բոլորը մեր նոքյարներն են։ Այդ մտածելակերպը պետք է լինի։ Նիկոլը ինչ ասում, ոնց է Նիկոլը այդ ասում, որ բոլորը մոռանան, որ տնտեսությունը տեխնիկական ստագնացիայի մեջ է։ Գովաս հայտարարենք եթերում, այնուհետև անդրադառնանք տնտեսությունը ստագնացիայի մեջ է ձեր ձևակերպմանը եւ խնդրեմ դուք բացեք դա։ Գովաս եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը պարոն Սարգսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, տնտեսության թեման ենք։ Տնտեսության թեման, տեսեք թեման որն է։ Մեր կառավարությունը շատ վաղուց իր գործառույթներով չի զբաղվում։ Երբ նայում ես ռազմավարական լացակումած ողբանվակ կամ ընդհակառակը ինչ-որ sense քեփուրախություն վիճակների մեջ են։ Շատ վաղուց ես չեմ լսել, որ ինչ-որ մեկը լուրջ հաշվետվություն տա թվերով։ Այդ թվերն է ցույց տան էկրանի վրա։ Դա շատ վատ է իրական վիճակը։ Մեզ հրամցնում են շատ հաճախ տնտեսական ակտիվության թվեր, տնտեսական աճի փոխարեն, դրանք տարբեր են։ Եվ մեզ մոտ, ասենք, ըստ ոլորտների, որ նայում եք, իրականում շինարարության ոլորտից բացի ոչինչ չի աճում։ Շինարարության ոլորտն է դե հա, շինարարություն, հա, չգիտեմ ինչ-որ հա դպրոցներ են կառուցվում, բան, այդ շատ բան կախված։ Շինարարությունը նախ ամենակոռումպացված, եթե պետությամբ տեսանք ինձ հետ, ամենակոռումպացված ոլորտն է, որտեղ ամեն անգամ նորմալ են գալիս։ Եվ ասենք նույն մոդելով Չինաստանը նկարում էր իր տնտեսական աճը։ Մեր մոտ տնտեսական աճը, եթե չեմ սխալվում 5-2% է, թե ինչ է։ Իսկ բանը, օրինակ Չինաստանը շատ երկար ինչ էր անում, 7, 8, 11, 12 որ անում էր, ինքը քաղաքներ էր կառուցում դատարկ։ Որովհետև երբ որ դու սկսում ես կառուցապատել, կառուցում, հա, ինչ ես անում, վերցնում ես նախ հող ես առնում, այդ արդեն գնաց հնայի մեջ, այդ սկսում ես շինարարություն անել, մեջ շենքեր ես կառուցում, չի հետաքրքրում կառնի մեկը այդ տունը թե չէ, որտեվ քեզ մոտ շինարարության գալուչկեն դրվում է, հնայի մեջ մտնում է, առնելը արդեն այդքան էական չի, մեկը կառնի կապրի, թե չի առնի, չի ապրի։ Այդ բանով, այդ սխեմայով Չինաստանը կառուցել էր 58 միլիոն բնակարան։ 58 միլիոն դատարկ բնակարան ունի, որը ոչ միայն չի կարողանում վաճառել, այլ նաև ոչ մեկ չի ուզում որ անի, հիմա գները ընկնում են անշարժ գույքի Չինաստանում, բավականին լուրջ խնդիր կա, որտեվ թե բնակչության ժողովրդագրական բաներով, թե տնտեսական վիճակը
Պատժամիջոցները ի վերջո ամերիկյան կորպորացիաները դուրս են գալիս Չինաստանից եւ այս ամեն ինչը ազդում է երիտասարդությունը տուն չի առ պետք թանկա եւ այդ թանկության պատճառով այդ բնակարանները արդեն եղած խնդիր ունեն հիպոթեքները ավելի թանկ են հիմա նույնիսկ շատ հաճախ կարողանում բանանեք որ նայում եք վերլուծությունները բարձրացնում որ տները որոնք գնվել են 14-15 թվականին եւ հիպոթեկա վերցրած հիմա իրանք ավելի էժան են քան հիպոթեկի տակ մնացած գումարը այսինքն հենց հիմա որ այդ տները նույնիսկ վաճառեն այդ մարդիկ իրանք դեռ պարտք են մնալու բանկին են հիպոթեկի մնացած բայց շատերը առել են ոնց որ մեզ մոտ են առնում հիմա ես գիտեմ որ դες մոտ տարածված հա այս 20-25 հարգանի ես բաները որ սարքում են կազար մեկը որ մարդկանց թվում որ էլիտար չի այս էլ է տենց տրակելու շատ շուտով սա տրակելու է եւ մարդիկ ովքեր այս տների տակ հիպոթեկ են վերցնել իրանք վարի են գնալու որովհետեւ այդ տան արժեքը լինելու է 30-ից մինչեւ 50% ավելի քիչ քան իրանք հիպոթեկով պարտք են մնալու ու դա շատ շուտ է լինելու որովհետեւ Գալիք 3 տարվա համար Ռուսաստանը հաստատել է բյուջեի դեֆիցիտ եւ այս տարվա վերջ ինքը կհասցնի պարտքը 7 տրիլիոնի, հիմա 5-ա, կհասցնի 7-ի, դա նշանակում է գնաճ, դա նշանակում է Ռուսաստանի հետ կապված բոլոր բիզնեսները եւ բոլոր տնտեսական հարաբերությունները փուրն են գնալու, որտեղ այնտեղ լինելու է լիքը փող, այդ փողը ոչ մի բանով հիմնավորված չի ամեն ինչի գները աճելու են, նույնիսկ եթե դուք Հայաստանում ինչ-որ աճում է, ինչ-որ տենց սառնարանում ունեք, տանեք ծախեք այնտեղ, ինքը ավելի շուտ է կորցնելու այդ փողը իր գինը, քան դուք կհասցնեք դա վաճառեք, հետ բերեք, էլի կորուստ է լինելու, որովհետև այդ փողկապակցվածությունը ԵԱՏՄ-ի հետ ահավոր է, ես չգիտեմ Նիկոլ ինչ ասում, ես չգիտեմ մեր Գրիգորյանը ինչ ասում, ես գիտեմ որ երկուսն էլ բան են Մերը իհարկե հասկանում է, խոսք չկա տնտեսությունից, բայց ինքը տենց երևի ավելի ռուսամետ է, Նիկոլը ոչինչ չի հասկանում տնտեսությունից, դրա համար իրան ով կողքը նստում է, այդ էլ բանանում է, գամերը քաշում է այս կողմ կամ այն կողմ։ Գոյություն չունի իրավիճակ, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները ինչ որ կերպ կարող են դրական անդրադառնալ ինչ որ մի երկրի վրա, գոյություն չունի, ընդհանրապես 0 շանս։ Տրամպը չի ուզում Ռուսաստանը փրկի, որովհետև ինքը նախընտրում է պատժամիջոցները հանել եւ իր սեփական ընտանիքի միջոցները ներդնել եւ ստանալ Ռուսաստանից գերշահույթ։ Առաջի մի քանի տարին, հետո դուրս է գալու էլի։ Որովհետև հենց հիմա եթե դուք հետ գնաք օգոստոսի տվյալներով, երբ բաները միջազգային մամուլը Ռուսաստանից դուրս եկած արևմտյան ընկերությունների հետ հարցում են անցկացնում, պատրաստում եք արդյոք վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, եթե վաղը պատժամիջոցները հանենք վերադառնանք, 99 եւ 9% դեպքերում պատասխանը եղել է խիստ բացասական։ Այսինքն ոչ մեկ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան այն ընկերություններից, որոնք կան։ Իրանք պատրաստ են Ռուսաստանի նույնիսկ հիմա բան ստվերային սխեմաներով բան վաճառել, ցածր գնով նավթ առնել, ցածր գնով գազ առնել, այդ ամեն ինչը կա, բայց դրանից Ռուսաստանի տնտեսությունը չի փոխվում։ Ռուսաստանի տնտեսությունը ապրում է անկում։ Հայաստանի Հանրապետությունը գտնվելով հապկում։ Ընդ որում մենք այդ բանը չունենք, փոխկապակցվածությունը կենտրոնական Ասիայի պես չունենք իրար մեջ եւ բոլորս միասին Չինաստանի կամ Թուրքիայի հետ։ Մենք Նիկոլ Փաշինյանի կոդրած ձեռքով եւ մեր Գրիգորյանի այն մյուս կոտրած ձեռքով մնում ենք կախված երկու կոտրած ձեռքերով ԵԱՏՄ-ից մենք կորցնում ենք ժամանակ տեմպն ենք կորցնում տեմպը մեզ պետք էր այն ժամանակ օգտագործել 22 թվականից գոնե էլիտո բանի տակով խալու տակ այդ գործողությունները անելու որովհետեւ հիմա մենք արդեն պատրաստ լինեինք եվրոպական շուկաներ արտահանեինք մեր 210 միլիոն դոլարի համարժեք գյուղատնտեսական մթերքի, ասենք գոնե 60 միլիոնը հավելյալ։ Այդ նշանակում է, որ այդ թարմ գյուղատնտեսական մթերքը մենք որ հանում ենք, հույսներս դնում ենք, որ հեսա կբացվի, չի բացվի ճանապարհը բանես կոմենքում, դա պետք է ստեղ մշակվեր արդեն նորմալ բաներով, գծերով, ոսկա գծերով։ Պետք է լիներ մի հատ երկու հատ սերտիֆիկացման կենտրոն Եվրոպականի մասնաճյուղ կամ դուք առնեիք լիցենզիա բերեիք կամ իրանց բերեք փող տակ, որ իրանք տնեն պեչետ, որ դու հանգիստ կարողանաս դա անես Եվրոպա։
Եվրամիություն, ընդ որում, դա ինչի համար է պետք։ Եվրամիությունում վաճառվող, այսինքն Եվրամիություն վաճառվելու իրավունք ունեցող ապրանքը դու կարաս հանես Աֆրիկա, Հնդկաստան, ոչ մեկ ձեն չի հանի։ Հա, իրանք կասեն մի հատ էլ մերը հանեք, բայց ինքը արդեն օքեյ է, դու բանը անցնում ես։ Իսկ երբ որ դու ԵԱՏՄ-ես վրան գրում, ԵԱՍ, դու բոլորի մոտ առաջացնում ես տպարություն, որ ինգերեսի չես անում, չէ, չենք ուզում ես։ Գնա մեր թուղթը հանի, այդ մեր թուղթը հանելը թեմա է։ Սա ինչ վերաբերվում է ապրանքներին, ինչ վերաբերվում է ծառայություններին։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում ծառայություններ մատուցել միջազգային շուկայում այն մակարդակով, որով դա պետք է, որովհետև ստանդարտները, որով մենք մատուցում ենք ծառայություններ, գոստեր են ռուսական։ Իսկ ծառայությունները պետք է մատուցվեն համապատասխան, ասենք, միջազգային գոնե ISO-ով։ Որ ծառայությունների մասին եկեք։ Ցանկացած ֆինանսական, անվտանգային, ինտերնետ, այսինքն ոչ թե որ տղեկը նստեն ինչ-որ մեկի տանը 4 հոգով remote freelance անեն, Նիկոլն է մտածի ոնց բռնեմ դրանց փողերն է քերեմ, հիմա չգիտեմ Նիկոլն այնտենց մտածում թե իր կողքի սուպեր դախլչիները մենակ թե իրանք հարկ չտան, այլ խոսքը վերաբերվում է նրան, որ ասենք չգիտեմ հաշվապահական ընկերություն, որ Հայաստանում աշխատում է, Հայաստանի Հանրապետությունը, որպես կառույց, իր կիլոգրամ սանտիմետր նախարարով կգսմ ասի, որ եղբայր ես բաներ եմ վերապատրաստման դասընթացներ եմ բացում, ես բոլորին բերում եմ ACCA, այսինքն միջազգային մակարդակի հաշվապահություն եմ սովորացնում։ Անվճար, իմ հաշվին, պետության հաշվին, լեզուն ու բանը դու ուղղակի թուղթ ցույց տուր, որ դու սերտիֆիկացված հաշվապահ ես կամ իրավաբան ես կամ աուդիտոր ես կամ չգիտես ինչ ես, ես բերում եմ այդ քեզ ապահովում եմ, որ դու դառնաս, բա տենց են անում, տենց առաջ գնում, լոգիստներին ես բերում, լեզու ես սովորացնում, լոգիստիկա ես սովորացնում, այսինքն պետությունը զբաղվում է նրանով, ինչով պետք է զբաղվի, ոչ թե ընկած գրքերի մեջից նժդեկ ջնջում, ոչ հարգելի ՏԳՍՄ-ներ, այլ զբաղվում եք նրանով, որ վերապատրաստում եք մասնագետների, ովքեր պատրաստ են աշխատել։ Ինչն է դժվար, ոչ դժվար բան չկա դրան։ Դա գործընթաց է, դա ավելի էժան է, քան հիմարությունով զբաղվել, քրդնած տղամարդկանց սիրահարներին, որոնք իրար գզմրտում են, որը կոչվում է տարբեր բան, հանեք ռադարեք, այդ պետք չի այդ Հայաստանին այդ բաների վրա գումար ծախսել, այդ entertain-ը վերջացրեք, պետք չի այդ տարբեր տեսակի սպորտային միջոցը, հասկացա մեկ երկու արեցիք, ձեր հասանելի մեդալներն ու պատվոգրերը ցածկեկը ստացաք, պրծակ վերջ, հիմա թող այդ նախարարության ամբողջ գումարը գնա նրա վրա, որ դուք մարդ վերապատրաստեք, եղբայր հնա ստեղծվի ստեղ, որ մարդիկ կարողան ծառայություն մատուցեն ամբողջ աշխարհով, կամ չեմ ասում բան արտադրեն, այդ ձեր գործը չի, արտադրելու վրա ուղղակի դուք մի խառնվեք, իրանք կարտադրեն, սրա մասին է խոսքը, կառավարությունը սրանով, վարչապետը սրանով պիտի զբաղվի, էլ եմ ասում, տղամարդուն վայել չի ընկնել, այս պատարակից են պատարակ վազվզել, ինչքան էլ դու հավատացել ելնես, հազար ներողություն եք, ոնց որ այս սիրու ծոցը գնալուց, հետըտ կամերա մանտաս, այդ հանվելը բանը կծես, արա աղոտկը, կրոնը շատ ինձիմ գործ է, շատ ինձ, դու չպտի լնես կամերա, չեմ ասկամ, դու ում համար ես գնացեն դու, գնացել ես գլուխ գովաս քեզ, որ գնացել ես, յանի են ֆլանգդել կդրիչ մդրիչ, դրանք են մի բարի պտուղ չեն, մի բաներն է դրանք են, բրնեսրել են նրա ասել ապսյո հիվանդ եմ գնացի, պրծա։ Պարոն Սարգսյան, կա Հայաստանում, այս հարցերի տվել եմ երևի, չգիտեմ, ձեզ ուղղել եմ, թե չէ, անընդհատ ժամանակ այլ որ այդպես նկարագրում եք իրավիճակը, կա որևիցե ոլորտ, որտեղ կանաչ է տերևը եւ Ձմեռը ինչ կանաչ տերև։ պտուղն էլ ժամանակ հասնում է։ Հա, կա։ Հասցնում է հասնել։ Կա։ Չի ընկնում։ Ցանկացած տեղ, որտեղ պետությունը չի խառնվում։ Տենց է, որտեվ
Իրանք շատ երկար են իշխանության, իրանք կորցրել են բանը, հա, կոռուպցիա էլ կա հիմա իրանց բաներում, հա, ժամանակ առ ժամանակ իրանք են բռնում։ Իրանք բացահայտում են, որ կառավարումը ոչ էֆեկտիվ է, արդյունավետությունը ցածր է։ Իրանք գիտեն, որ բանակի ոլորտում են տապալվում։ Իրանք գիտակցում են, որ միջազգային հարաբերություններ։ Տեսեք, հենց հիմա էլի բանով, հա, բայց ցանկացած տեղ, որտեղ իրանք չեն խառնվում, որտեղ զավեշտալ երկու տարա չկա, ԿԲ, որտեղ ԿՊ-ն չկա, Ռոբիկը չկա, Սերժը չկա, որտեղ որ ոչ մեկ չի խառնում, այսպես գործը առաջ է։ Որտեղ պոտենցիալը այս ազգի շատ է։ Որտեղ երբ որ դու նայում ես, ասենք, չգիտեմ, երեխեքը, որ շախմատ են խաղում շախմատի դպրոցում, կամ ասենք, չգիտեմ, նայում ես ինչ հավեսով են ռոբոտաշինությամբ զբաղվում, կամ նայում ես ինչ իրականում հետաքրքիր լուծումներ կան, ասենք, չգիտեմ, նայում են, նույնիսկ եթե նայում եք ինչ են նկարում երեխեքը, եւ ոչ միայն երեխեքը, եթե նայում եք, ասենք, մարդիկ ինչ մտքերով են գալիս, շատ հաճախ տենց հանդիպում, դե հիմա Բայց ճնշված վիճակը, որը ճնշված վիճակը նրանց թվականից մինչև այսօր ճնշված վիճակը այն մարդկանց մոտ է, ովքեր բանում գործ չունեն։ Այսինքն ինքը սուբլիմացիա, հա։ Դե ճնշված վիճակից, այսինքն եթե դու ընկել ես ճգնաժամի մեջ, ճգնաժամից դուրս գալու երկու բան կա։ Կամ դու ճգնաժամը վերածում ես էներգիայի եւ սկսում ես աշխատել, կամ դու կոտրվում ես ու դառնում ես ոչնչություն։ Ընդ որում քո ձեռքում չկա որ յուրաքանչյուր անհատի դու, այո, չգիտեմ, աղեղնավոր ես դրա համար դու ծնվել ես եւ Վեներան այստեղ է, Յուպիտերը այնտեղ է եւ դու 100% պետքա ճնշվածնես, չէ, քեզ ցա կախված։ Առավոտ արթնանում ես, ասում ես, չէ, ոչխարը դուք եք, ես գնացի գործան։ Ուղղակի եղած է, ոչ մի չկա դրա մեջ։ Չվախեկը որտեղից է։ Անունը տալիս ես, ինչից ես վախում։ Մեզ մոտ մարդիկ վախենում են, ընդունեն, որ իրանց պրոբլեմները նրանից է, որ Նիկոլը անգրագետ է։ Ես ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ խորը անգրագետ մարդկանց, ովքեր ինձ փորձում են համոզել, որ Նիկոլը անգրագետ չի։ Ես չեմ ասում, որ այդ մարդկանց հարցնեմ Վիետի թեորեմի համաձայն քառակուսի հավասարում կարան լուծեն թե չէ։ Այդ մարդիկ դժվարությամբ են պատասխանում են հարցին, արդյոք մոլորակն է պտտվում արեգակի շուրջ, թե արեգակը մոլորակի։ Գիտեք ինչու, որտեղ իրանք մոլորակ բառը չգիտեն։ Խորը անգրագետ, ինչքան մարդը խորը անգրագետ, այդքան պատժիշախ, այդ որ ասում սովետական է, այդ իրականում ոսկե հորդից մնացածն է, պատժիշախը, խանը, ցարը, նույնիսկ բակերում տենց բան կար, մարդը մեսի գիտի ինքը ցարի բոգն է, ու շատերը չգիտեն, որ դա ցար ի բոգ, հա, ցարի բոգն է։ Ինչքան մարդը անգրագետ, այդքան իր համար շատ ավելի անգրագետ Նիկոլը ցարի բոգն է։ Ամոթը սա է, ամոթը, երբ որ դրսից մարդ է գալիս ու շատ համեստ, շատ կրթված, շատ դաստիարակված տոնով ինձ հասցնում է տեղեկություն, որ կառավարությունում ինչ-որ տրիվիալ բաներ չգիտեն։ Ուղղակի տրիվիալ բաներ, որ ինքը նույնիսկ ամաչում է ակնարկի։ Ինքը վախենում է ինձ նեղացնի, որտեղ դու չգիտի ես ինչ ռեակցիա կտամ։ Դու մեծ հավանականությամբ կարող ես բանանեմ, ասեմ կամ քո վրա են կայֆավա տեղեպարզած, ես ուրիշների մոտ սրանց չեմ փչացնում։ Բայց ես ճամփում եմ ու սենց որ ասում եմ սպիտակ մազերս տեսնում եք, ես սրանց պատճառով խայտարակ ձևի անգրագետ են, խայտարակ, անդուր, կրինժը գիտեք որն է, իսպանսկի ստիլ։ Ժամանակ առ ժամանակ է տես ապրում։ Ոքի նայում ես ասում ես լավ, հենց հիմա բանակցություններից խոսեցինք, չէ, Ուկրաինայի։ Ինչ արեց։ Արա Զելենսկին Տրամպին ճղեց, սարքեց չուլ, կոշիկները սրբեց, տվեց տղեկին, ասեց Էմանուել, կարող է դու ես ուզում սրբես սրանով։ Ինձ ասեց չզզվում եմ, շփրտեք։ Ասեց եղբայր, համաձայն եմ քո ցանկացած պայմանի հետ, եղած ինչու։ Մցրու սենատ համաձայն եմ։ Ինչ արեց Տրամպը,
Հիմա էլ նոր բան է, սա Անգելա Մակրոնին, Ստալմերին ու Մերցին, ասում է դրան ճնշեք, որ ինքը իմ պայմանների հետ համաձայնվի։ Ոչ չասես, այ քյաշ դեգեներատ, իրանք են այդ բանը ասել Զելենսկուն։ Հո Զելենսկին բանը գործ չունի, այնի մտածում է պատերազմի մասին։ Իրանք են քթել, ասենք բրիտանացիք, ֆրանսիացիք, գերմանացիք, նստել են, օրենսդրությունը նայել են, ասել են, քթանք, ասա թո սենատում անցկացնի։ Պրծավ, վերջ, պրծավ, ինքը չի զանգում Զելենսկուն ճնշի, որտև Զելենսկին չի ճնշում, ասում է համաձայն եմ, ցավը տանեմ, վաղը, մտցնու սենատ 90 օրից մոտս ընտրություն եմ անում։ Իսկ Թրամփը գիտի, որ ինքը սենատում, ինչ սենատ, հլարի տակի պալատը, որն է, ներկայացուցիչների պալատում, Մեյջորի Թեյլոր Գրինը դուրս է գալիս, երեք ինչ-որ կարդացի եվս 20 հոգի դուրս են գալիս, որովհետև եթե ամսի 19-ին ինքը Էփշտեյնի ֆայլերը չբացի, իսկ եթե ինքը Էփշտեյնի ֆայլերը բացի եւ գեր պահպանողական մագայի եւ քրիստոնեական էլեկտորատը պարզի, կասկածի, որ ինքը 16 տարեկան կամ դրանից ցածր աղջկա մարմնի մասին կպել է Էփշտեյնի կղզում, մայրիկը կթաղեն։ Ինքը հիմա իրան մենակ է դեր պակաս, սենատ մտցնել բան, Ուկրաինային ճնշել, կոնգրեսը ընդունում է օրենք համաձայն որի, Թրամփը ասում է ոչ մի բան չեմ տալու, կոնգրեսը օրենք համաձայն ասում է 400 միլիոն կտաս։ Հիշում եք են հին հայկական ֆիլմը, կտաս, չեմ տա, կտաս, չեմ տա, այդ չի ասում է, Եգիպտոսից եկած բան, կտաս, հարազատ աղբորը չես տա, կտաս։ Ու ինքը խելոք կտա այդ փողը, որտեղ ինքը ոչնչություն է։ Հետաքրքիր օրեր են սպասվում, սկսած վաղվանից հետևենք, այդ Զելենսկու թեման բարձրացրեցիք եւ այդտեղից արդեն շղթան կսկսի բացվելը։ Կարծում եք որ կբացվի։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, ես ուզում եմ նայեմ հայ տրամպիստների անմեղ աչքերի մեջ։ Այսա Մեյջորի Թեյլոր Գրինը կգնա, այսա մի հատ էլ mid-term-ը կվերջանա 26 թվին։ Ինձ հիմա Թրամփի mid-term-ը, այսինքն Ամերիկայի mid-term-ը մի փոքր ավելի շատ է հետաքրքրում, քան մերը, որովհետև մերը գիտեմ ինչ է պլանավորվում։ Իսկ այնտեղ ինչ շատ է հետաքրքրում, ասենք որ դրանք կորցրեցին մեծամասնությունը այդ մագաները։ Ինչ են անելու։ Ընդ որում ոչ թե Ամերիկա, ինձ հետաքրքիր է նրանք ովքեր որ դու չես հասկանում Թրամփը։ Դե դա դոմինոյի սկզբունքով է լինելու, դա մենակ իրանց ներքին խնդիրը չի։ Տեղից արդեն Ատեղից շատ է գալու հասնի եւ այստեղ էլ հունվարի 6-ից ինձ նաեւ հետաքրքրում է թե ինչպես է ԿՊ-ն շարունակելու տրիպի գաղափարը առաջ տանել։ Որտեւ կրկնում եմ, հենց նոր մոտավորապես լավ դեկտեմբեր ամսվա ընթացքում ելնելով նրանից որ ճնշմանը չենթարկված Զելենսկին ավելի խորը զբաղվեց իր շահերի պաշտպանությամբ քան Նիկոլ Փաշինյանը ճնշման տակ փաստաթուղթ ստորագրելու գաղափարը մեռավ հավատացեք որ Զելենսկու վրա ճնշումը շատ ավելի շատ էր քան Հայաստանի թե նոյեմբերի 9-ի մասով թե տրիպի մասով, օգոստոսի 8-ի մասով։ Բայց Զելենսկին մենակ չի։ Իսկ համաձայն չեք։ Իսկ Նիկոլի մենակ լինելը դա իր ընտրությունն է։ Այո, ինքը որտեվ բալանսավորված պոռնկության մեջ է գտնվում։ Կոպիտ բառեր եք օգտագործում, պարոն Սարգսյան։ Գիտական է։ Գիտական։ Իհարկե, կենսաբանական չի, գիտական է։ Շնորհակալ եմ ասորվածության համար։ Քրեական օրենսգրքում կա այդ բառը, չէ՞, եթե չեմ սխալվում, օրենքով սահմանված բառ։ Շնորհակալություն ասորվածության համար, իսկապես բարդ շրջան է, երբ է եղել հեշտ, ինչպես ասում են։ Բարդ չի, ժողովուրդ, ընդհակառակ։ Ես ուզում եմ, որ սա շատ լավ ֆիքսվի։ Բարդ չի։ Ահա որ պարզ է, ահա որ։ Այնքան պարզ է, այն բյուրեղացված պարզ է։ Ուղղակի ինքդ ձեր մեջ ինքներդ ձեր մեջ պետք է որոշեք դուք մարդկանց հետ եք թե խոզերի հետ եք լապելու ինքան կարևորը չվախենաք դրանից որ ասում եք չվախեք ահա մարդկանց հետ կարող է հաց ուտեք ու մի կտոր պանիր խոզերի հետ լապելուց ում ցեղանին ինչ կա լցնելու են ձեր դեմը կարող է սև խավարել լինի այդ ամեն ինչի մեջ բայց խոզերի հետ եք
Դուք եք ընտրելու այնտեղ, թե ստեղ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահը Ես եմ։ դուք եք։ Սոցիալական Կարեն Ես եմ։ Սարգսյան, շնորհակալություն։ Ես եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, զրուցվար մեի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։